պանիր, կծու պղպեղ, վարունգ, սող, բարակ կտրատված, պոմիդոր, համեմ, պատրաստում ենք բրտունջներ, ընդմիջման համար և դրա համար մեզ անհրաժեշտ է թարմ փափուկ հաց, աղ և հատիկ սև պղպեղ, հացը կտրատում ենք, բաժանում ենք 4 մասի, նայած ձեր հացի չափսը, ինչպիսի չափս է հացը, բրտուջների չափսը կարող եք ինքներդ որոշել։ Ինձ մոտ մեծ հացեր են, ես բաժանել եմ 4 մասի հացը։ Մեջտեղից հացը բացում ենք, և հերթով շարում ենք մեր բրտուճի պարունակությունը, ինձ մոտ համեմ է, կծու պղպեղը, ըստ ճաշակի կարող եք դուք ձեր ցանկությամբ պատրաստել այնպիսի բրտուջներ, ինչով որ կցանկանաք լինի բրտուջը, վարունգներն ենք շարում, դասավորում, պոմիդորը, երշիկ, ինձ մոտ ապխտած երշիկ է, դուք կարող եք պատրաստել ձեր ցանկացած երշիկի տեսականիով, կարող եք նաև նրբ երշիկով պատրաստել, սոխը բարակ կտրտած, պանիրը, ինձ մոտ չանախ տեսակի պանիր է, դուք կարող եք ևս ձեր ցանկությամբ ձեր ուզած պանիրը դնել, աղ ըստ ճաշակի, և աղացած սև բիբար, մի քիչ սեղմում ենք, և դնում ենք մեկ անգամյա օգտագործման տոպրակների մեջ։ Այս բրտուջները շատ հարմար են աշխատանքի վայրում, ընդմիջման համար, դպրոցում երեխաներին, բայց եթե դուրս ենք տանում, լավ ցանկալի կլինի, որ սոխը չլինի միջը։ Հացը այնքան փափուկ է, հաճելի բրտունջներ են ստացվում։ Ինձ մոտ 2 հացով ստացվել է 8 հատ բավականին մեծ չափսի բրտունջներ, որոնք ձեր տան անդամները կարող են տանել իրենց հետ աշխատանքի վայր, դպրոց,
պատրաստի իրենց հետ լինում են հոտ-դոգի նման պրտունջներ։ Բարի ախորժակ։ Եթե հավանեցիք, խնդրում եմ լայք եք